թուրք-պարսկական պատերազմները Հայաստանը բերում են արհավիրքների։ 1604 թվականին Շահ Աբասի բռնագաղթի արդյունքում Հայաստանը պարզապես դատարկվում է, եւ այդ ժամանակ, որպեսզի հայերին հոգևոր կյանքի տեսանկյունից նաև կապի Շահ Աբասը օրինակ Սպահանի հետ, խնդիր է դրվում, որ պետք է այստեղից Մարտ Աճարը ամբողջությամբ քանդվի եւ տեղափոխվի այնտեղ։ Սա մասնավորապես արվում էր ջուղայի վաճառականներին ավելի հոգևոր կապ տալու կոնկրետ ջուղա Արվարձանի հետ, նոր ջուղա Արվարձանի հետ Սպահանում։ Սա չհաջողվեց իրականացնել ժամանակի սղության պատճառով եւ միայն առանձին քարեր այսպես համարակալված տարել են եւ փորձել են դրանով փաստորեն այնտեղ հոգևոր կյանքի համար առանձին միջավայր ապահովելու։ Հետագայում մենք տեսնում ենք, որ արդեն Մովսես Տաթևացի կաթողիկոսի ընտրությունից հետո այստեղ Սուրբ Էջմիածնում սկսում են վերաշինման աշխատանքներ։ 25 տարի անց ամայացման եւ փլուզման վտանգի տակ հայտնված Մայրավանքը նորոգության ընթացք է անցնում եւ դառնում է նորից իր հավատավոր ժողովրդի համար հասանելի բաց ուխտավայր։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։